Զգուշացիր ընտրությանդ մեջ։ Մեր առաջ ամեն անգամ գալիս է ընտրության հնարավորություն։ Աստված մեզ տալիս է ընտրության հնարավորություն։ Նա չի բռնանում մեր ընտրության վրա, և դրա համար մենք ազատ ենք մեր ընտրության մեջ։ Կարող եք ընթերցել Ծննդոց 1, 26-28 համարները։ Աստված մարդուն իշխանություն տվեց, օրհնեց և շատացրեց, և ամեն բան տվեց մարդուն։ Ծննդոց 2, 15-18 Մարդուն դրեց Եդեմի պարտեզում, սակայն արգելք դրեց, որպեսզի նա բարու և չարի գիտության ծառի պտղից չուտի։ Նույնն է այսօր մեզ համար։ Նա մեզ իշխանություն է տվել, որ մեղքից հեռու և ազատ ապրենք։ Սիրելիներ, ընթերցենք Բ Օրինաց 30, 15-16 և կտեսնենք, որ մեր որոշումից շատ բան է կախված։ Տես, ես այսօր քո առաջ եմ դնում կյանքը և բարին, մահը և չարը, որ ես այսօր քեզ պատվիրում եմ, որ քո Եհովա Աստծուն սիրես, նրա ճանապարհներով գնաս և նրա պատվիրանները, կանոնները և դատաստանները պահես, որ ապրես և շատանաս, և քո Եհովա Աստվածը քեզ օրհնի այն երկրումը, ուր որ գնում ես, և նրան ժառանգելու համար։ Մեր որոշումից է կախված հավիտենական կյանքը կժառանգենք, թե ոչ։ Նա ամեն բան արել է, որպեսզի մենք հասնենք երկինք, և ահա մեզանից է կախված, թե ինչպիսի որոշում կընդունենք։ Տերը մեզ իշխանություն է տվել։ Ծննդոց 3, 1-12 գրված է. Մարդը ուներ իշխանություն, և թեև օձը մտել էր պարտեզ, նա կարող էր մերժել սատանայի առաջարկը։ Եվ այսօր ես և դու նույն իշխանությունը կարող ենք գործածել, որպեսզի դեմ կանգնենք սատանայի հնարներին և չար ծրագրերին, իսկ սատանան ամեն ջանք գործադրում է մեզ մեղքի մեջ գցել և հեռացնել Աստծուց։ Սիրելիներ, գործածիր Աստծո խոսքը քո կյանքում։ Ադամը և Եվան ևս ունեին Աստծո խոսքը իրենց գիտակցության մեջ, սակայն միայն գիտակցության մեջ խոսքը ունենալը դեռ քիչ է, այլ մենք պետք է մեր գիտեցածը գործածության մեջ դնենք, որպեսզի հաղթանակենք։ Սիրելիներ, մեր իրավիճակների մեջ կարող ենք տկարանալ, և եթե տկարանում ենք, ապա պետք է կանգնենք և հաղթենք գոհանալով և փառք երգելով Աստծուն, և մեր հավատքի համեմատ Տերը մեզ կտա։ Հաստատուն մնա քո որոշման մեջ։ Ծառը պարտեզի մեջտեղում էր դրված, և այն տեսանելի էր, որ մարդը ուներ ընտրելու հնարավորություն։ Մենք այսօր ևս ունենք այդ նույն ընտրությունը Աստծո և մեղքի միջև։ Ցանկությունների հանդեպ պետք է լինենք զգույշ, նամանավանդ այն ցանկությունների, որոնք Աստծուն դեմ են և վտանգավոր են մեր հոգիների համար։ Եդեմի պարտեզում Եվան սկսեց հաղորդակցվել սատանայի հետ, այսինքն տեղիք տվեց նրա խոսքերին, և ի վերջո նրանք վտարվեցին դրախտից և մահկանացու դարձան։ Եվ հետաքրքիր է, որ նրանք ոչնչի կարիք չունեին, սակայն սատանան խաբեց նրանց։ Այս առումով մենք ևս պետք է զգույշ լինենք և ուշադրություն դարձնենք, թե մենք ում ենք ծառայում՝ Աստծուն, թե անօրենին, և ինչով է հագեցած մեր օրը։ Տեղ մի տուր սատանայի բերած մտքերին։ Քննիր հոգիները և բարին ամուր բռնիր։ Ադամի և Եվայի համար ծառը անծանոթ չէր, և ինչու մինչև այդժմ ծառը նրանց համար հաճելի չէր, բայց ինչ տեղի ունեցավ։ Երբ սատանան ներս է խուժում, մենք կարող ենք պարտություն կրել և հաղթվել սատանայի կողմից ու մեղք գործել։ Եվ այսօր իրականում ինքներս մեզ հարց պիտի տանք, թե մենք ում ենք այսօր ծառայում, և ինչպիսին են մեր ընթացքները։ Արդյոք Աստծուն հաճելի կենսակերպ ենք վարում աղոթքների, միաբանության մեջ մնալով, սուրբ կյանք ապրելով, թե գնում ենք մեր մարմնական ցանկությունների ետևից, որոնք մեղքի պատճառ կարող են դառնալ։ Մեզ տրված է ապրել մեր կյանքը, ուրախանալ մեր սիրելիների հետ, Աստծուն փառավորելով և ոչ հակառակը։ Մեր խնդիրների մեջ եղած ժամանակ սատանան կարող է մեզ խոսել Սուրբ Գրքից, անելու այս կամ այն բանը, որն անգամ սուրբգրային է, բայց և չպետք է մոռանանք այն, որ այս եղավ Տեր Հիսուսի կյանքում, և այս պարագայում
պետք է զգուշանանք ու Տիրոջ առաջ բերենք մեր իրավիճակը, որպեսզի չսխալվենք ու Աստծուն հակառակ ձևով չգործածենք։ Զգույշ լինենք, թե ում եւ ինչին է ուղված մեր փափագը։ Սիրելիներ, մենք կարող ենք երկար ժամանակ կանգուն մնալ, սակայն մեր մեջ արթնության պակասը կարող է տանել նրան, որ մեր մեջ փափագ ծնվի մեղքի հանդեպ, ինչը շատ վտանգավոր է եւ կարող է պատճառ դառնալ, որ մենք մեղանչենք։ Եվ եթե դու այսպիսի իրավիճակում ես, որ քո աչքի առաջ հաճելի է արգելված պտուղը, ապա դու եւ ես ունենք իշխանություն վիժեցնելու այդ ամենը։ Բայց եթե դու հայտնվել ես այսպիսի իրավիճակում եւ տեղիք ես տվել արգելված պտղին ու հայտնվել ես որևէ մեղքի մեջ, ապա շուտով ապաշխարիր եւ դարձիր Տիրոջը, քանզի նա պատրաստ է քեզ կրկին մաքրել եւ սուրբ անել, այն նպատակով, որ նորից չհայտնվես դրա մեջ։ Այսօր հենց այն օրն է, որ դեմ կանգնենք մեղքին ու Քրիստոսի ծածկոցը մեզ վրա առնենք ու ոչինչ չթաքցնենք Աստծուց, հասկանալով, որ նա ամեն բան գիտի եւ տեսնում է, եւ ինչպես Սաղմոսերքուն է ասում. «Ուր գնամ քո հոգուց եւ քո ներկայությունից, ուր փախչեմ»։ 2 Պետրոս 3:17-18։ Ուրեմն դուք սիրելիներ, նախապես իմանալով զգույշ եղեք, որպեսզի անօրենների մոլորությամբ հափշտակվելով ձեր հաստատուն վիճակից չընկնեք։ Աճեք մեր Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով եւ գիտությամբ, նրան փառք այժմ եւ մինչեւ հավիտենական օրը։ Ամեն։ Սատանան զինաթափված է, սիրելիներս, եւ ուրեմն մենք պետք է հաստատուն մնանք մեր կոչումի եւ կոչման մեջ։ Ուստի եւ թույլ չտանք, որ անօրենը խաբի եւ հեռացնի մեզ մեր կոչումից, մեր ծառայությունից, այլ ավելի աճենք Հիսուս Քրիստոսում եւ մնանք նրան հավատարիմ։ Աստված օրհնի ձեզ։